Ողջույն սիրելի հետևորդ։ Երբևէ զգացել ես, որ դու շատ թույլ ես քեզ զգում եւ աստվածային որևէ բան պետք է կատարես։ Թվում է, թե ուրիշները ավելի ուժեղ են, ավելի վստահ են, ավելի պատրաստ, իսկ դու քո թուլություններով, քո վախերով, քո սխալներով, բայց լսիր մի զարմանալի ճշմարտություն։ Աստված հաճախ ընտրում է հենց թույլ մարդկանց, որպեսզի իր զորությունը ավելի պարզ երևա։ Կորինթացիներին ուղղված երկրորդ նամակում Պողոս առաքյալը բացահայտում է քրիստոնեական ծառայության մեծ գաղտնիքը։ Հետևաբար, Աստծո ողորմությամբ ունենալով այս պաշտոնը չենք տկարանում, ընդհակառակը հրաժարվեցինք ուղարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք եւ Աստծո խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին Աստծո առաջ, իսկ եթե նույնիսկ մեր ավետարանը ծածկված է նրանց համար, ովքեր կորստյան տանող ճամփայի վրա են։ Այդ անհավատների միտքն այս աշխարհի Աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի փառքի ավետարանի լույսը։ Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծո, որովհետև մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ Հիսուս Քրիստոսին, Տիրոջը, իսկ մեզ որպես մեր ծառաների իսեր Քրիստոսին, որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծո փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։ Արդ այս գանձերն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է եւ ոչ թե մեզնից։ Ամեն ինչի մեջ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, չարչարված ենք, բայց կործանված չենք։ Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Քանզի մենք, որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում իսեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։ Պողոս առաքյալը սկսում է շատ հզոր խոսքերով։ Այս ծառայությունն ունենալով մենք չենք հուսահատվում։ Ուշադրություն դարձնենք։ Առաքյալը չի ասում, որ դժվարություններ չկան, նա ասում է դժվարությունները չեն կարող հաղթել հավատքին։ Սիրելի հետևորդ, հուսահատությունը հաճախ գալիս է այն ժամանակ, երբ մենք մոռանում ենք, որ մեր ծառայությունը Աստծո շնորհի պարգևն է։ Երբ հիշում ես, որ Աստված քեզ է կանչել, ուժը նորից վերադառնում է։ Երբ հոգնում ես, հիշիր ոչ թե քո կարողությունները, այլ Աստծո կոչումը քո կյանքում։ Առաքյալը բացատրում է, թե ինչու երբեմն մարդիկ չեն ընդունում ավետարանը։ Այս աշխարհի Աստվածը կուրացրել է անհավատների մտքերը։ Սա շատ կարևոր իրականություն է։ Մարդկանց խնդիրը միշտ չէ, որ միայն տեղեկության պակասն է, հաճախ դա հոգևոր կուրությունն է։ Սիրելի հետևորդ, երբ քո հարազատը չի հավատում, երբ ինչ-որ մեկը մերժում է ճշմարտությունը, մի շտապիր դատել, ավելի լավ է աղոթել, որ Աստված բացի նրա աչքերը։ Քննադատելու փոխարեն ավելի շատ աղոթիր մարդկանց համար։ Աղոթը երբեմն անում է այն, ինչ խոսքը չի կարողանում անել։ Պողոս առաքյալը հիշեցնում է ստեղծագործության առաջին օրը, ինչպես Աստված ասաց, թող լույս լինի։ Այնպես էլ նա լուսավորում է մարդու սիրտը, սա հավատքի հրաշքն է։ Ոչ ոք չի կարող իր ուժով հավատք ստեղծել, դա Աստծո լույսի արդյունքն է։ Եթե այսօր հավատք ունես, նույնիսկ փոքրիկ հավատք, դա արդեն Աստծո գործն է քո ներսում, եւ նա երբեք չի թողնում կիսատ այն, ինչ սկսել է։ Այս հատվածի ամենահզոր կարևոր պատկերն է։ Առաքյալն ասում է, ավետարանի գանձը պահված է կավե անոթների մեջ։ Այսինքն մենք փխրուն ենք, մենք սահմանափակ ենք, մենք երբեմն կոտրված ենք, բայց հենց այդպես է երևում, որ զորությունը Աստծուց է։
Աստված չի սպասում, որ դու կատարյալ դառնաս, մինչև քեզ օգտագործելը։ Նա գործում է քո թուլությունների միջոցով։ Մի թաքցրու քո թուլությունները Աստծուց։ Հանձնիր դրանք նրան եւ դրանք կդառնան քո զորության տեղը։ Առաքյալը նկարագրում է քրիստոնյայի կյանքի իրականությունը։ Նեղված ես, բայց ոչ ճնշված, տարակուսած, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, գցված, բայց ոչ կործանված։ Սա հավատքի հավասարակշռությունն է։ Քրիստոնյան չի ապրում առանց պայքարի, բայց նա երբեք միայնակ չէ պայքարի մեջ։ Առաքյալն ասում է. մենք մեր մարմնում կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի նրա կյանքը երևա։ Սա նշանակում է, երբ մենք մերցնում ենք հպարտությունը, եսասիրությունը, մեղավոր ցանկությունները, Քրիստոսի կյանքը սկսում է ավելի տեսանելի դառնալ։ Ամեն օր մի փոքր մեռիր քո եսին, եւ դու կտեսնես, թե ինչպես է Քրիստոսի կյանքը աճում քո մեջ։ Այս հատվածից կարող ենք վերցնել 5 գործնական որոշում։ Մի հուսահատվիր ծառայության մեջ, Աստված տեսնում է քո փոքր հավատարմությունը։ Աղոթիր կուրացած սրտերի համար, մարդկանց սրտերը փոխում է Աստված։ Թույլ տուր Աստծո լույսին լուսավորել քեզ ամեն օր, սուրբ գիրքը այդ լույսի աղբյուրն է։ Մի վախեցիր քո թուլություններից, դրանք կարող են դառնալ Աստծո զորության պատուհանը։ Ընտրիր խաչի ճանապարհը, քանի որ հենց այդ ճանապարհով է գալիս հարության կյանքը։ Սիրելի հետևորդ, եթե երբևէ զգում ես, որ դու էլ փոքր ես Աստծո գործի համար, հիշիր այս խոսքը. դուք կավե անոթ եք, բայց ձեր մեջ պահված է երկնքի գանձը։ Եթե կյանքը ձեզ նեղում է, հիշեք առաքյալի խոսքը. դուք կարող եք նեղված լինել, բայց ոչ երբեք կործանված, որովհետև Աստծո կյանքը աշխատում է ձեր ներսում։ Այսօր մի կենտրոնացեք ձեր թուլության վրա, կենտրոնացեք Աստծո զորության վրա, եւ դուք կտեսնեք, ինչպես կավե անոթը դառնում է աստվածային փառքի գործիք։ Սիրելի հետևորդներ, եթե հավանեցիք այս տեսանյութը եւ այն օգտակար եղավ ձեզ, կարող եք տարածել, մեկնաբանության մեջ գրել ձեր կարծիքը, դա շատ կարեւոր է, ու բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։